Տեղի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են բանակի բարեփոխումների ընթացքին վերաբերող, ինչպես նաև կուսակցության հերթական համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 10 իրավական փորձագետների լիազորել է սկսել նոր սահմանադրության մշակման աշխատանքները։ Նա պնդել է, թե 1982 թվականի սահմանադրությունը կրում է հեղաշրջումների դարաշրջանի նշաններ, իսկ նորը թույլ կտա Թուրքիային անցյալը թողնել անցյալում։ Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիփ Քելոգը հայտնել է, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում։ Նրա խոսքով Ռուսաստանը չի ցանկացել խորհրդակցությունների նոր փուլն անցկացնել Վատիկանում։